Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնոց շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ ինչպես միշտ ես ձեզ համար նախապատրաստել եմ այսօր բացառապես երաժշտական թողարկում։ Շատ սպասված հյուր ունեմ, բայց նրա մասին րոպեներ անց։ Այսպես շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկային շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ 21 TV-ի հետ։ Այսպես առաջարկում եմ ձեզ տեսահոլովակներ հատուկ հոբելյարների համար եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի ամենասիմպաթիչնի երաժիշտը լինելու է ինձ մոտ տաղավարում։ Ու մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, որովհետև հասկացել են, որ ինձ մոտ տաղավարում իմ սրտի մաեստրոն է։ Պարոն Արթուր Բուրնուչյանն է ինձ մոտ տաղավարում։ Արձան, ողջույն։ Ողջույն Զինջան։ Ոնց ես։ Լավ, ցավը տանեմ, դու ոնց ես։ Հիանալի։ Դու հիմա եթերում խնդրում եմ տեսախցիկի առաջ ասա, որ եթե մինչև հիմա ինձ մոտ տաղավարում չես եղել նոր տարուց այս կողմ, դու ես մեղավոր, ոչ թե ես։ Այո, իմ ժամանակն է մեղավոր Զինջան։ Այո, ավելին ասեմ, ինձ թվում է իմ մաման էլ տուն ինձ չեր թողի, եթե դու այսօր այստեղ չլինեիր։ Շատ լավ, սկսենք մի քիչ սկզբից, հետո կգնանք ապագան, հա։ Նախ մի հատ ճշտում անեմ, դու այսօր հույսով դատարկաձեռն չես եկել, չէ՞, մենք երաժշտական համաներ կունենանք։ Այդ սկզբի համար։ Արձան, եթե հետևում ենք ձեր Instagram-յան էջին, որը բավականին ակտիվորեն է, հա, մենք հասկանում ենք բացի այն, որ դուք ունեք օրվա աշխատանք, ռեստորանային համալիր, որտեղ բնականաբար աշխատում ենք, Արթուր Բուրնուչյանը իր թիմով, երաժիշտ ընկերներով բավականին շատ նաև շրջագայում է։
Դե հիմա սկսենք դրսից։ Շատերն ասում են, որ Արթուր Բորնոչյանի իր թիմը բավականին թանկ հաճույք է։ Տենց են ասում։ Հիմա ուզեմ հասկանամ ամենաթանկ եւ հարուստները որտեղից են, որ ձեզ շատ տանում են։ Դուք վերջին անգամ որտեղ եք եղել։ Վերջին անգամ Անապայում։ Բայց դու վերջերս Եվրոպայից էր շատ նաև։ Եվրոպայում մենակ էի գնացել, թմով չէի, Իտալիայում էի, ես, Հայկոն Սպիտակցի եւ Վահան Զաքարյանը կլարնետահար։ Այդ երեքս էին գնացել այդ Արսանիքին։ Այո։ Իտալիայում ենք։ Իսկ վերջի անգամ մենք մեր օրկեստրով եղել ենք Անապայում եւ Սոչիում։ Օրկեստր, դե ինձ մոտ տաղավարում ես ինձ թվում է բոլորին չէ, տեղավորեցի քանի հոգի ենք։ 18 հոգի Զինջան։ Լուրջ ես ասում, բավականին մեծ եք։ Հա, մեծ օրկեստր։ Իսկ թիմը դեռ ամուր է, թե լինում է նաև փոփոխական թեմաներ։ Չէ, փոփոխական դե եղավ կորոնայից հետո, որ դե գիտես, մեր լավ ընկեր տաղանդավոր երաժիշտ Արմեն Տոնոյանը կորոնայից այդ բադ լուրը ցավս իմացանք մահացավ Արմենս։ Դե Հրանտոն Ամերիկա գնաց, Արմեն Ենոքյանը Ամերիկա գնաց, հիմա լավ, շատ լավ երաժիշտներով խումբը էլի պահում ենք, ոնց որ նույն ձև, ոնց որ այս 25 տարի Մեծանում եք իրար հետ։ Հա, մեծանում ենք եւ ասեմ, շատ լուրջ ենք վերաբերվում մեր գործին, չենք թողում, որ ինքը իր ռեյտինգից ընկնի, էլի։ Դե դա փաստ է։ Որ Բելաջո բենդը արդեն 23-24 տարվա բենդ է։ Հա։ Դե ես սկսած Արման Հովանեսյանից, Էֆոյից, Հովանես Վարդանյանից տենց սկսել ենք իրար հետ։ Հիմա ես հենց դրա համար չեմ ուզում, որ այդ բենդի ռեյտինգը հանգարց մի վարքյան ընկնի։ Դրա համար միշտ լավ երաժիշտներով եմ համալրում, որ ինքը իր առաջի տեղում մնա միշտ։ Արդ ասա, որ նոր սերունդն էլ ունենք բավականին գրագետ։ Շատ, լավ նոր սերունդ ունենք, տաղանդավոր տղերք շատ կան, եւ մեր օրկեստրի մեջ էլ այդ նոր սերունդից լավ տաղանդավոր տղերք կան։ Լուրջ վերաբերվում են գործին։ Լուրջ, շատ լուրջ է։ Շատ լավ։ 3 հոգին այդ նոր սերունդից մասնակցելու են մեր հաղորդմանը։ Շատ լավ։ Դե ես սիրում եմ նոր սերնդին, որ ասում եմ եթերում ցույց տալ, շփվել, նոր դռներ բացել, այդ շատ կարևոր երևույթ է։ Բայց բենդի մեջ մտնում են նաև լավագույն դեմքերը, երգիչներ եւ մեր Ձինան։ Ձինան Հարութին բայց ճանապարհել ենք Միացյալ Նահանգներ։ Հարութը դեռ Միացյալ Նահանգներում է, այո, եւ Անդրանիկ Հակոբյան։ Այո։ Էլի շատ լավ երգիչ, իր գործի մեջ ամենալավերից այսօր հանրապետությունում։ Դե Զինային գիտենք, Զինան վաստակավոր մեր վարպետ երգչուհիներից է, այսպես ասեմ։ Շատ լավ։ Իսկ լինում են դեպքեր, որ այլ ռեստորանային համալիրից կամ չգիտեմ առիթատարեր ուզում են, որ մեր երգիչները օրինակ առանձին իրենց մոտ գնան երգելու։ Տենց թեմաներ լինում է, որ իրանք առանց ձեզ գնան։ Լինում է, քիչ է լինում։ Դե նայ իրանք կանչողները միշտ վիզուալնի բենդով են նայում ու ուզում։ Ինձ էլ եթե առանձին խոսքի շատ քիչ եմ ես առանձին տեղ գնում, որտեվ ասում եմ իմ բենդը պետքա լինի, եթե չէ լավ չեմ գա, որտեվ ամ բենդի հետ նվագելն է աճույք, ամ ճիշտ ես ներկայանում։ Առանց քո բենդի, եթե ուրիշ բենդով ներկայանաս, մի քիչ կարող է ինչ լինի։ Սա ֆուտբոլի թմի պես է, Զինջան։ Հա։ Պետքա սիգրնի խաղաս այդ խաղը, էլի։ Ոնց որ ֆուտբոլիստները նույնն էլ երաժշտության մեջ է, սիգրնի, պետքա սաղս իրար հասկանանք։ Իսկ ամեն օր մեկի հետ նվագելը չի լինում։ Դա չի լինում։ Հա, հասկանում եմ։ Որակ չես կարող 10 ճիշտ։ Այն կողքից նայում ես յուրաքանչյուրի աշտի միացած դեմքով անում ես, ես վստահ եմ արդեն նա գիտի թե ինչ է սպասվում հաճ։ Մենք որակի վրա ենք աշխատում, Զինջան, ավելի շատ որակի վրա։ Շատ լավ։ Ես չգիտեմ ինչու սպասում եմ, որ շատ շուտ օրինակ թեկուս աշնանը մի հատ գորե մի հատ մինի մենահամերգ ունենա բենդը, հնարավոր է տենց թեմա։ Զինջան, նայեք, ես նպատակ ունեմ։ Հիմա օգոստոսին իմ 50-ամյակն է լինելու։ Նո։ Ես ուզում եմ այդ համերգային ծրագիրը իմ ծննդավայրում անեմ, քաղաք Գավառում։ Մամաս։ Հա, քաղաք Գավառում։ Հիմա այդ աշխատանքների մեջ ենք, որ առաջի համերգը հենց իմ բենդով անենք քաղաք Գավառում։ Վարելու է Զինա Հակոբովնան։ Ես իմիկվանից դա արդեն ասում եմ, այն էլ ինչ ձև եմ վարելու, այն էլ Գավառում։ Ինձ սպասում են այնտեղ, որ մեր Քյավառցի աղջիկն է, ասում մամաս, ես չէ, էլի, այդ տարբերակը ուրիշ է։ Շատ լավ, իսկ ընդմիջմանը փախլավաներ լինելու։ Այո, ամեն ինչ էլ լինելու։ Արդ, ես կցանկանամ այսքան խոսել այդ մեկտեղ մի կատարում։
Եվ եթե դժվար չի, կներկայացնես ինչ կարող եք մեզ Զինջան, հիմա կկատարեմ հենց առաջի գործը դեռ համարյա չլսված։ Այս իմ ստեղծագործությունն է, ոնց որ ասեմ։ Հեղինակային, հա, դե ես շատ հեղինակային գործեր ունեմ։ Իմ ալբոմի մեջ կա 16 հատ, թե 17 հատ գործ ունեմ։ Լավ։ Հիմա ներկայացնում եմ Անդոր ստեղծագործությունը, Անդոր եմ դրել, ինքը այդպես հանգստացնող ավելի շատ գործ է, էլի։ Հիմա կներկայացնենք մեր տաղանդավոր երիտասարդների հետ, թող բոլորը վայելեն այս գործը։ Դուք հասկացաք, ձայնը բարձրացրեք, այսինքն պրեմիերա Արթուր Բուրնուչյանի եւ տղաների կողմից արդեն։ Դե ինչ տոնը շնորհավոր Ձինա, այդ նախագիծը շարունակում է աշխատանքը, իդեպ ասեմ այսպիսի ֆորմատով առաջին անգամ ենք եթերում, ինչքան էլ ներկայացնում են գեղեցիկ կատարումներ, երգեր, պարեր, այս ֆորմատը ինձ մոտ առաջին է, բայց հույսով եմ ոչ վերջինն է։ Եվ եթե շատերն ասում են, Ձին, քեզ շատերը սիրում են երաժիշտներ, դու որ հրավիրում ես, իրանք ամեն բան անում են քեզ մոտ լինեն, ինչի տենց մի թեմա չես մտածում։
Մտածեք ռեստորանային համալիրներ, եթե առաջարկ լինի, ես մի ամբողջ թողարկում ծրագիր, այսպես ասած, շարք կներկայացնեմ նաև ինչու ոչ այն ռեստորանային համալիրները, ովքեր են նաև իրենց բենդեր, հիմա քիչ չեն Արճան, ինձ թվում է, իսկ յուրաքանչյուրին եթերում ներկայացնելը դա կարևոր երևույթ է։ Արդ հեղինակային, ասեցիր, ստեղծագործություններ։ Արդ քո մոտ այդ մուսա տարբերակը ո՞նց է աշխատում։ Զինջանի մուսան միշտ կա։ Ես արդեն երևի 40 տարի, երևի 10 տարեկանից արդեն միշտ հենց, ասենք, լույսը բացվեց, հաց կերա, սուրճը խմեցի, գործիքի դեմն եմ նստում։ Իմ կյանքը տենց ընթանում, Զինջան։ Ինչ հաճելի է։ Հա։ Ու այդպես արդեն սաղ իմ ստեղծագործությունները ծնվում են։ Դաժե մեքենայի մեջ ղեկի վրա կարող է մի հատ ստեղծագործություն ծնվի, հենց մի անգամից երգեմ դիկտաֆոնի մեջ կամ տունը գործիքավորեմ։ Իմ մոտ տենց է լինում։ Իսկ եթե պատվեր էլ ուզում։ Պատվերը էլի նույն ձև ստուդիայում ես նստում ոնց որ այդ Զինջան 10 րոպե է քաշում։ Ես հիմա որ ասեմ չեն հավատա, այս 10 րոպեում մթություն լինի, լռություն լինի, մուսազգայից ինչի՞ է թվում տենց է։ Զին նայեք, ես այնքան շատ եմ այս երաժշտության մեջ անկախիզնից այդ բազան շատացել է իմ էլի։ Հիմա ասենք երկ ուզողը թեման տալիս ասում այս տիպի երկ եմ ուզում, արդեն ես պատկերացնում։ Եթե մի 10 րոպե ինձ մենակ թողում են, այդ երգը պատրաստ է արդեն։ Այդ իմ այս տարվա, այս 50 տարվա արդեն 50 տարեկան եմ լինում։ Այդ հավաքած բազան է, էլի ոնց որ երաժշտական։ Իսկ միջև հաջորդ կատարմանացել այդ բազայի մասնի ուզում խոսել։ Արդ չես պատրաստվում օրինակ ունենալ նաև մի տեղ, չեմ ասում անհատական, որտեղ դու նաև քո ժառանգությունը կթողես նոր սերնդին։ Դասերի մասն է խոսքս։ Հա։ Անհատականից թվում է կլինի։ Հա, ունեմ ես մի հատ շատ լավ աշակերտ ունեմ։ Ահա։ Հովոն Մարկարյան, շատ լավ։ Ինքը կորոնայի ժամանակ եկավ ինձ մոտ եւ հիմա ահագին լավ երաժիշտ է դարձել, ահագին լավ երաժիշտ է դարձել։ Կուզենամ, ես տաղանդավոր երեխեքի հետ հաճույքով եմ աշխատում, բայց ով որ երաժշտությունից հեռու է, պետք չի մոտիկանա երաժշտությանը, Զինջան։ Այն որ կան ծնողներ չի ասում են տղաս ուզում եմ դոլչի դառնա, սինթեզատ նվագի, բայց դա ուզում եմ չի, ինքը պետք է արդեն ծնված օրվանից այդ երեխուց երևում է ինքը կդառնա թե չէ։ Դա իզուր ժամանակ են անցկացնում։ Դուք որ ռեստորանային համարում ձեզ տեսնում են, մտածում են դուք լավ փեշակ ունեք, լավ փող եք աշխատում։ Ինչի մեր տղեն այդ դրանից չի ունեն, չիմանա։ Կա տենց բա, էլ տենց բան կա։ Համենայն դեպս ես գիտեմ, որ նաև կան գործեր, որոնք հին են, այն ավանդական երաժշտությունները, բայց դուք քո ձևով լինում է փոփոխում ես, որ ասում cover տարբերակ։ Ունեք երկրորդ գործ, եթե մենք հիմա ցանկանանք լսել, ինչ կարող ենք լսել։ Երկրորդ գործը Զինջան, ուրեմն մի հատ շատ սիրուն միտք եմ այտենց ունեցել, Կարո Հայրապետյանի այդ ջութակով բարը բոլորից ծանոթ որ կա։ Այդ մի քիչ ռիթմը փոխած, սարքել եմ ավելի ջազային տարբերակով։ Հիմա կներկայացնեմ, թող մեր ժողովուրդը վայելեն։ Հիանալի է, այնպես որ լավագույն կատարումը Արթուր Բուրունչյան տղաների կողմից հատուկ ձեզ համար։
տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը շարունակում է աշխատանքը, եթե շատ հեռուստադիտողները ափսոսում են, որ նոր են մեզ միացել, հոգ չէ, վաղը 13:00 մեզ մոտ կրկնություն կա, 1 ժամ հետո անմիջապես կարող եք փնտրել եւ գտնել մեր YouTube-յան ալիքում եւ տեղեկացնեմ, որ իմ ամենատաղանդավոր ընկերն է Արթուր Բուրնուչյանը ինձ մոտ աղավարում, կիսվում է նաեւ ինչ ոչ էքսկլյուզիվ նորություններով։ Տարին ոնց ենք պատրաստվում փակել, բացի այն, արդ որ մենք հասկացանք ունես նպատակ մենահամերգ տարբերակով։ Գործեր կան, արժևում չենք անում կիսատ օրինակ։ Զինջան, լիքը կիսատ գործեր ունեմ։ Դաժե չեմ հասցնում, որ հասցնեմ տեղ էլի։ Հիմա այս 50-ամյակովս եմ զբաղված եւ պետքա այդ ծնունդից վերաբերյալ ամեն ինչ արվի, այդ համերգը արվի։ Այս տարի երևի դրանով եզրափակենք եւ նոր տարվա շեմին հաստատ որ կներկայացնեմ նոր գործեր։ Էդի ոնց որ իմ մոտ ավանդույթ է, նոր տարին էս գալիս է, ես նոր գործեր ներկայացնելու եմ հաստատ։ Շատ լավ։ Իսկ լինում են դեպքեր, որ իսկապես, այսպես ասած, առիթատերը շատ է ուզում, որպեսզի Բելաջո բենդը լինի գլխավոր դերերից մեկում, բայց ինչ որ չափով նա ֆինանսապես չի բավականացնում, չենք տեղավորվում, այսպես ասածը։ Ես վստահ եմ առաջընթաց անում ես, չէ՞։ Հա, Զինջան, ոնց մեր հայերն են, մեր հայ ժողովուրդն են։ Ես սրտանց եթե ուզում են Բելաջո բենդ լինի, ես ինձ ֆինանսականը այդքան մեր համար բան չի։ Իմ համար ավելի շատ էլի եմ ասում, որակն է եւ մարդկանց գոհացնելը։ Ես ինչու եմ ասում, տվիմ ընկերներից մեկը այդպես դրսից եկել էր եւ ասաց, ես չգիտեմ, ես արդյոք կարող եմ Բելաջո բենդին ինձ մոտ իմ հարսանիքում լինի, հետո ու արդեն ինքը որ կոտրված էր խոսում, հասկանում ես, որտեվ դե չեմ կարող, չեմ հասում, բայց ես հետո հասկացա, որ ինքը կարողացրել եւ դուք հարսանիքին նվագել եք, ասաց, որ մայեստրոն բավականին մեծ աջակցություն ցույց տվեց հարգանքներս քեզ։ Արդ, բայց հիմա ես ուզում եմ իմանալ որպես հոբելյար դու ինչպիսին ես։ Ես տեսակներ ասեմ, Մարջան, դու ընտրում ես։ Օրինակ, մարդ, որ ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, հասկացա, որ արդեն հիմա այդ վիճակի մեջ ես։ Մարդ, ով մի տեսակ տենց նեղվում այդ օրը մեկուսանում է եւ անձնավորություն, ով տուն տեղ կոլեկտիվ ընկերներ իր համար մի բան կկազմակերպեն, էլի։ Ընդհանրապես, որն է քոնը։ Զինջան, ես սիրում եմ հավաքվել իմ ծննդյան օրը, միշտ ընկերներով, նեղ կռուգով, շատ մեծ չէ, բայց էսի կլորթիվը այսը պետքա մեծ անեմ, Զինջան։ Հասկացա։ Արջան, ես ուզում եմ իմանալ քո ամենասիրած վայրը որտեղ է Երևանում, որ ոչ միտեղ չնի, Արթուրին այդտեղ հաստատ կգտնենք։ Որտեղ է։ Զինջան, այս վերջերս ես միշտ այս ամառվա տակ եղանակներին արդեն 2 տարի կլինի, ոնց որ այդ հուշարձանը բացել են, այդ այգին բացել են, Նեմեսիսի այգին։ Այո։ Հենց ռադիոտան դիմաց, շատ սիրուն կանաչապատ։ Սառը ջուրը միշտ կա, ես աշխատանքից հետո միշտ տեղ եմ ու իմ ընկերները արդեն գիտեն, որ այդ ոնց որ իմ օֆիսի տեղ։ Ժամանակ ունես ստեղել ես գնում։ Հա, գիշեր 12-ից հետո ես միշտ այդտեղ նստած եմ։ Ահա։ Եվ ընկերների զանգում կանչում եմ այդտեղ։ Միշտ տեղ նստած եմ։ Հետո որ օգնում ենք, իջնում ենք ու միշտ այդ ֆլագման կաֆեում եմ շատ լինում։ Դե հա, դեմ ոնց որ բոլորիս տեղն արդեն հասկացա։ Շատ գովազներ չանենք։ Ինչի մասին երբեք չի բարձրաձայնի Արթուր Բուրնուչյանը։ Ինչի մասին։ Ես միշտ չեմ սիրում վատը խոսալ, վատը իրոք շատ կա հիմա մեր շրջապատում, մեր բան, բայց չեմ սիրում վատաբանել մարդկանց։ Իմ անձնականի մասին էլ շատ չեմ սիրում խոսալ, Զինջան։ Ես շատ չեմ սիրում խոսալ երևի վատ ընկերոջից։ Որովհետև ես ընկերությունը մի քիչ այլ ձև եմ հասկանում։ Ավելի տենց սրբորեն եմ էլի վերաբերվում։ Ու չեմ ուզում որ ընկերոջից վատ բան խոսամ էլի։ Հա ճիշտ է, կան, սխալներ կան ընկերների կողմից, բան, հա, դա կյանքում լինում է։ Բայց միշտ ուզում եմ որ իմ ընկերների մասին լավը խոսամ ես էլի։ Արդ, քո կարծիքով այսօր ինչ է տիրում մեր երաժշտաշխարհում։ Երաժշտաշխարհում ոնց որ 50-50 է, 50%-ը լավ առումով, լավ երաժիշտներով համալրված է այսօր մեր երաժշտական աշխարհը, 50%-ն էլ մի քիչ անհասկանալի էլի։ Մի քիչ ավելի շատ ոնց որ այդ YouTube-ային միլիոն հավաքելու վրա, ծրա հավաքելու վրա, ավելի շատ այդ կողմի վրա է, բայց մի կարող եմ մի հատ շատ լավ երաժիշտ իր այդ YouTube-ային ոնց են ասում այդ թվերը քիչ լինի,
չհասկացողները երաժշտությունից այդ մարդուն ավելի ցածր դասեն, քան թե ասենք մի հատ նոր սկսնյակ անկապ խոսքի մեկը ասենք մի քանի միլիոն հավաքել է, ոչ մեկի չեն վիրավորում։ Իրան ավելի կարող է շատ դասեն, էլի, ավելի բարձր դասեն, բայց դե երաժշտականորեն որ նայում ես կապ չունեն։ Այս մարդը ասենք սա շատ ուժեղ երաժիշտ է, Աստծո տված տաղանդով։ Հիմա ինչ կապ ունի, որ իր ասենք տեսանելու այդ բանը YouTube-ի մի քիչ է եղել խոսքի։ Դե հիմա այս որ թիվն է, բոլորը լցնում են մեծամասնությունը։ Հասկանում եք, դες բաներ կա, ջինջան։ Անես չի մենակ երաժշտաշխարհում է, այսօր օրինակ Իսկական երաժիշտներին դա մի քիչ ներվայնացնում է, ձեզ ասեմ։ հա դերասաններին էլ է ներվայնացնում, մեզ էլ է ներվայնացնում, մի խոսքով շատ բան կա։ Իսկ եթե այս բոլորից մեկտեղ նեգատիվը թողնենք, առաջարկեմ եւս մեկ երաժշտություն։ Ջինջան, հիմա կներկայացնեմ մի հատ շատ սիրուն երաժշտություն, որը գրել է իմ մոտ ընկերս Արամ Կարապետյանը, ինքը ապրում է Պիցիգորսկում։ Այս երաժշտությունը իր գլուխ գործոցն է։ Ինքը շատ գործեր ունի գրած, բայց այս մեկը իր գլուխ գործոցն է, հենց էսա նվիրե ինձ, որ ասեց արտեսի մի հատ դու նվագի, если դու լավ ես նվագելու։ Ու ես տեսա Օլովակով, հենց անունը Երևանյան ուշեր ենք դրել, տեսա Օլովակով Երևանն ենք նկարել, այն մանկությունից։ Հիմա կներկայացնեմ այդ ստեղծագործությունը Զինջան, բայց այս անգամ նվագելու եմ ակարդեոնի վրա։ Ահա։ Հասկացաք ինչ է սպասում ինձ մոտ, եթե մենպես որ Արտուր Բուրնուչյանն է մեզ մոտ տաղավարում։
ես վստահ եմ, որ հենց հիմա շատ ժամանցասեր հասարակության մեջ զանգված երաշտասեր հասարակությունը իմ նման բալանսի է եկել հաճելի որակել երաշտություն լսելով, բայց ես հիմա պարոն Բուռնուչյանին ուզում եմ բացահայտել մի քանի հարցերի պատասխան, արդ երկար չմտածես։ Չէ։ Գնացինք սև թե սպիտակ, Սպիտակ, դառը թե քաղցր, քաղցր, սուրճ թե թեյ, թեյ, կոկտեյլ թե կոնյակ, կոնյակ, փող թե սեր, սեր, դե լավ էլի, քաղաք թե գյուղ, քաղաք, ֆիլմ թե ներկայացում, ֆիլմ, հոգեբանի թե ընկերոջ մոտ, ընկերոջ մոտ, ամառ թե ձմեռ, ամառ, իմ ամենասիրած բանն է, ոսկի թե արծաթ, ոսկի, նախընտրած կենաց, ընկերության, չէ, ծնողների կենաց, ծնողների, ապրես, ծնողների, հայկական թե այլ խոհանոց, հայկական, Աստծոց շատ խնդրում ես, թե շնորհակալ ես լինում։ շնորհակալ եմ, Եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի արդ։ անապատ, Հաստատ։ TV թե ռադիո, TV, վերջի հարցին հուսով երկար չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարուհի, Զինա Ակոպովնա, բոլորին պարտադրում եմ։ Արջան, իսկ կներես ես որպես ֆանատ ձեր լավ երաժշտության քեզ մեծ ընկեր, պահանջում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր պրեմիերան, թեկուզ հենց այս տարբերակով, որովհետև թիմ ունեմ աշխարհությունի, կարողանում եմ ապահովել ամեն ինչ, լինի ինձ մոտ տաղավարում։ Հետո որ մի հեռուստաընկերություն ուզում ես գնա։ խոստանում եմ Զինջան, Վերջացավ։ Իսկ վերջի համար ես ուզում նախ հարգանքնես մեր ամբողջ թիմին, իմ ընկերներին, այն որ հենց որտեղ լինում եք, ես այնտեղ նստում եմ իմ սիրած երգերը, երգում են եւ նվագում եք, եւ վստահ եմ դեռ մենք կհանդիպենք 50-ամյակին մեծն։ Եվ ես կգամ եթերում անպայման ձեզ ցույց կտամ կլուսաբանեմ այն լավագույն կադրերը, թե ինչպես են վայելել ունակ գավառի ժողովուրդը իրենց երաժշտին։ Ես քեզ շատ սիրում եմ, շնորհակալ եմ շատ։ Փոխադարձ Զինջան, Իսկ այսքանից հետո լավագույն տրամադրությամբ, որ մաքրվել եմ էլ ինչ որ չափով, նաև ընկերոջս հետ շփվելով ձեզ հաջողություն կմաղթեմ միայն հանդիպելու ակնկալիքով ձեզ հետ Արթուր Բուռնուչյանն եւ ձեր Զինա Ակոպովնան։ Ինձ փնտրեք 21 TV եթերում բարին ձեզ։ Thank you.